Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն ինչ շաբթի օր ցեզի կներկայացնեմ հայաստանյա ցրակելական մեր Սուրբ Եկեղեցվո վարդապետությունը, այսինչ կամ այնինչ հարցին վերաբերյալ։ Նաեւ սիրելներ գխոսիմ ցեզի ու կներկայացնեմ դարբեր եկեղեցներու հասկացողությունները, վարդապետությունները Գսկուշացնեմ ցեզ աղանդավորական շարժումներեն եւ անոնց քյուր վարդապետութենեն, որբեսի ըսկուշլակ եւ դարվելով չինակ անոնց սխալ ուսուցումներուն մեջ։ Երկու շաբաթներ առաջ խոսեցա ցեզի հապշտակության մասին։ Ներկայացուցի թե ինչ կհավատան եկեղեցները հապշտակության մասին, հատկապես բացատրեցի, որ փոխականյան եկեղեցիներու մեջ հապշտակության վերաբերյալ երկու դարբեր հասկացողություն կա։ Ոմանք կհավատան, թե մեծ նեղության դարիները չսկսած Տեր Հիսուս առանց ցայնի, անաղմուկ, լրելյան պիտի գա եւ երկինք պիտի հապշտակե բոլոր անոնք, որոնք արդար են, այսին իր եկեղեցին, հետեւաբար երկրի վրա պիտի մնան բոլոր անոնք, որոնք թերահավատ են, կամ գեսհավատացյալ են, կամ սուտ հավատացյալ են, կամ անաստված են եւ պիտի սկսի մեծ նեղության ժամանակաշրջանը, իսկ փոխականներու ուրիշ եկեղեցիներ կհավատան, որ մեծ նեղության սկսել են 3.5 տարի հետ, այսինքն ճիշտ գիսուն այնադեն դերը պիտի կա լրելյան եւ հապշտակե իր եկեղեցին եւ ապա դերի պիտի ունենա ամենեն ծանր նեղության օրերը, իսկ առաքելական մեր Սուրբ եկեղեցին, ինչպես նաեւ օրթոդոքս բոլոր եկեղեցիները, ուղղափառ եկեղեցիները եւ կաթողիկ եկեղեցին կհավատան, որ Քրիստոս մեկ անգամ դարձյալ պիտի վերադառնա, որ կգոչվի երկրորդ գալուստ եւ այդ ժամանակ ուրեմն հավատացյալները երկինք պիտի ուրեմն հապշտակվին կամ երկինքի մեջ ամբերուն վրա պիտի բռնվին եւ դերը թիմավորելու համար, ինչպես առաջին Թեսաղոնիկեցիներու նամակի 4-րդ գլխու մեջ գսե ուրեմն Պողոս առաքյալ 13-ին 18 համարներու մեջ։ Անցնող շաբաթ ցեզի խոսեցա հարության մասին, ըսի, երբ որ Քրիստոս վերադառնա, ուրեմն հարություն պիտի առնեն քերեզմանեն բոլորնալ, արտարները եւ մեղավորները, ինչպես կգարտանք Հովանու ավետարանի 5-րդ գլխու մեջ 27-ին 29 համարներու մեջ։ Եվ այդ ժամանակ բոլոր անոնք, որոնք մեղավոր են, հարություն առնել է յետք, ուրեմն հարուցյալ մարմնով պիտի ուղարկվին հավիտենական անթունթը կամ գրագե լիճին մեջ եւ այնտեղ հավիտենապես պիտի դարաբին։ Եվ այն ուրեմն անաստվածները, ամփարիշները, մեղավորները, որոնք Քրիստոսի երկրորդ գալուստին ժամանակ մեռած պիտի չլան, անոնքալ հարություն առած մեղավորներուն հետ պիտի ուղարկվին այդ գրագե լիճին մեջ։ Մինչդեռ անոնք, որոնք Տիրոջ հավատացած են եւ այդպես ննչած են, հարություն պիտի առնեն եւ փառավոր մարմին պիտի ստանան։ Մարմինը, որ այլևս ոչ ցավ ունի, ոչ հիվանդություն, ոչ ձերություն, ոչ մեկ բան, այլ գադարյալ մարմին, այն մարմինը, որ Քրիստոս հարութենեն վերջ փառավոր մարմինով երևցավ իր աշակերտներուն, հետեւաբար ճիշտ Քրիստոսի օրինակով մենք ալ փառավոր մարմին պիտի ստանանք, եւ անոնք, որոնք դակավին ննչած պիտի չլան Քրիստոսի երկրորդ գալուստին, ողջ պիտի լան, անոնք ալ ամիջապես ագնթարտի մեջ փառավոր մարմին պիտի ստանան եւ հավիտենական կյանքը ժառանգեն։ Այսօր ես ցեզի պիտի խոսիմ հազարամյակի մասին։ Լատիներենով հազարամյակը միլենիումն է, իսկ հունարենով քիլիազմ, որ եկած է քիլիոյի բառեն եւ կնշանակե 1000։ Ուրեմն սիրելիներ, ինչ է հազարամյակը։ Հազարամյակի մասին միակ դերը, որ Աստվածաշունչի մեջ կխոսվի, Հայտնություն Հովանու գրքի 20-րդ գլխուն մեջն է։ Ես պիտի գարտամ այս հատվածը սիրելիներ ցեզի, որբեսի լսեք թե ինչ կսվի, ուրեմն առաջին 6 համարներու մեջն է, որ հազարամյայի մասին կխոսվի։ Լսեցեք եւ ապա դարբեր ուրեմն հասկացողությանց մասին կխոսիմ, թե ինչ եղած է պատմության ընթացքին, ինչպես եկեղեցու հայրերը բացատրած են եւ այսօր մեկնիչները ինչպես կդիտեն եւ ինչը այսօր հայաստանյա ցարակելական մեր Սուրբ եկեղեցու եւ նաեւ ընդհանրապես օրթոդոքս ու կաթողիկ եկեղեցու ուրեմն հասկացողությունը եւ ինչ է փոխականյան եկեղեցներու հասկացողությունը։ Գսե ուրեմն Հովանես Արաքյալ Հայտնություն 20-րդ գլուխ առաջին 6 համարներ։
Եվ դեսա ուրիշ հրեշտակը, որ երկինքեն գիչներ, եւ ցերկին ուներ անտունտի բանալին եւ մեծ շղթամը։ Անիգա բռնեց վիշապը, այն առաջին օծը, որ փանսարգուն եւ սատանան է, եւ 1000 դարվան համար շղթայեց զայն։ Հրեշտակը զայն անտուն դედեց, գղբեց եւ գնքեց գղբանքը, այնպես որ այլևս չմոլորեցնե ազգերը մինչեւ լրանա 1000 դարին։ Անգե յետ գարդ ժամանակվան համար պետք է ազատ արձակվի։ Հետո դեսա քահեր, որոնց վրա նստան անոնք, որոնց իշխանություն դրվեցավ թադելու։ Դեսա նաև այն հոգիները, որոնք Հիսուսի եւ Աստծո խոսքին իրենց տված վկայության համար չարաչար գլխատված էին։ Ասոնք չէին երկրպագած կազանին եւ անոր գնիկը չէին թրոշմած իրենց ճակատներուն եւ ցերկերուն վրա։ Անոնք վերագենթանացան եւ Քրիստոսի հետ 1000 տարի թակավորեցին։ Մնացյալ մերելներեն ոչ ոք կենթանացավ, մինչեւ լրացավ 1000 տարին։ Ասիկա մերելներու առաջին հարությունն է։ Երանելի եւ սուրբ են անոնք, որոնք բաժնեգից են մերելներու առաջին հարության։ Երկրորդ մահը Աստծոց վրա իշխանություն չունի։ Ասոնք Աստուծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լան եւ Քրիստոսի հետ 1000 տարի թակավորեն։ Ավասիկ սիրելներ, այս հատվածը, որ այնքան ուրեմն վեճ վիճապանության առարգա դարձած է եւ այնքան քիրքեր կրած են մարդիկ մեգնապանություններ կատարած են, ուրեմն բավական խնդրահարույց բաժին է եղած է եւ է մինչեւ այսօր եւ եկեղեցներու հասկացողությունը հազարամյայի մասին իրար մե դարբերած է։ Նախ ուրեմն այստեղ 19-րդ ես պիտի ճուզեմ ասեմ որ ամբողջությամբ մեկնաբանել այս բաժինը, որովհետեւ հայտնություն Հովանու գիրքը արդեն կմեկնաբանեմ եւ դուք կրնաք լսել անպայմանորեն, բայց գուզեմ բզդիկ ուրեմն ներածություն մնել, որ 19-րդ գլուխը երբ կարտակ Արմագեդոնի բادرազմն է, ուրեմն Քրիստոս պիտի գա եւ բادرազմը է չարին թեմ եւ այդ ժամանակ ները Հագա Քրիստոսը եւ սուտ մարգարեն դերը պիտի առնե եւ զանոնք գրագել իջին մեջ պիտի նետե եւ պիտի բարդության մատնե բոլոր թակավորները, որոնք միացած պիտի լան ներին։ Եվ աբա ահավասիկ ուրեմն այս բարդութենեն վերջ կխոսվի այս հազարամյայի մասին։ Սիրելիներ, եթե փարացի առնենք, կնշանակե որ ներին բարդութենեն յետ եւ սուտ Քրիստոսի թժող ուղարկել վերջ կամ գրագել իջի մեջ նետվել են վերջը, ուրեմն կնշանակե որ այն մարդիկը, որոնք Արմագեդոնի բادرազմին չէին մասնակցած, ատկե վերջը 1000 դարվա մեջը դարձյալ պիտի ըմփոստանան Աստուծո թեմ եւ Քրիստոս պիտի կա 1000 տարի թակավորեն յետքը զանոնք վերջը դարձյալ պիտի կա Հիսուս եւ զանոնք բաժե եւ հավիտենական թժող կուղարկե։ Ուրեմն եթե այսպես ըլլա ամբողջությամբ սիրելիներ դարբեր հասկացողություններ կունենանք եւ Քրիստոսի քալուստը դարբեր բաժներու բաժնած կլանք։ Բայց մենք գիտենք որ դեր Հիսուս Քրիստոս հստակ կերպով իր միակ երկրորդ քալուստի մասին խոսեցավ։ Առաջին քալուստը իր ծնունդներ ֆիզիկապես փանը մարմին եղավ եւ մեր մեջ բնակեցավ Աստուծո որդին, որ ժամանակներեն առաջ գոյություն ուներ հորը հետ, չգար ժամանակ մի երբ հայրը գար որդին չգար եւ Սուրբ Օքին չգար, այլ հայրը որդին եւ Սուրբ Օքին հավիտենաբես միասին միշտ ներկա եղած են, ալֆան եւ օմեգան են, սկիզբն ու վախճանն են։ Հետևաբար Քրիստոս կխոսի միայն իր երկրորդ կալուստի մասին, եւ որ պիտի կա եւ թադե աշխարհը արտարները պիտի առաջնորդի հավիտենական կյանք, մեղավորները հավիտենական դանչանք։ Այս է ամբողջ Աստվածաշունչին մեջ սիրելիներ ներկայացվածը, որ գրագելիջի մեջ պիտի նետվին մեղավորները եւ հավիտենական կյանք պիտի առաջնորդվին ուրեմն բոլոր արտարները։ Իսկ չարին վերջնական թադաբարդությունը մենք գիտենք որ այս Արմագեդոն գոչված բادرազմեն յետ, այսինքն երբ որ չարը որքանալ զորանա, սակայն դերը պիտի կա եւ պիտի ամբողջությամբ զինք գործանե։ Սատանան երբեք կյանքի մեջ հաջողություն չի ունեցած եւ պիտի չունենա, եւ Քրիստոսալ երբեք բարդություն չի ունեցած եւ պիտի չբարդվի։ Հիսուսին հայտարարեց արդեն Հովանու ավետարանի 16-րդ գլխու 30-րդ համարի մեջ, որ ես հաղթեցի աշխարհին։ Հետևաբար սատանան սկիզբեն իսկ բարդված է եւ չի գտնար հաղթել, որովհետեւ Քրիստոս դիեզերքի արարիչ է, իսկ սատանան բարձաբես հրեշտակ է, արուսյակ հրեշտակաբեդը, ինչպես Եսայի 14-րդ գլխու մեջ կգարտան, որ
իրականության մեջ իր զորությունը գործե տարածել մարդոց վրա, սակայն ինքը ամբողջությամբ գորած է։ Իսկ մերելներու հարության մասին եւ որ գխոսվի այստեղ եւ գսվի որ ուրեմն երկրորդ մահը անոնց վրա իշխանություն չուներ, գահավադա ուրեմն հայարակելական եկեղեցին եւ բոլոր ուղղափառ եկեղեցիները գահավադան որ այս հարությունը ոչ թե մերելներու հարությունն է, այլ այս հարությունը ուրեմն մերած հոգիներու հարությունն է, այսինքն երբ որ մարդ Քրիստոսը գճանչնա, հետևաբար հարություն առած կլա իր մեղքերեն, իր մերելութենեն եւ յանքի եկած կլա։ Եվ ահա սիրելներ երկրորդ մահը, որ թադաբարդությունն է, գրագելիչն է, իրենց վրա իշխանություն չունի։ Հետևյալն է դարբերությունը հավատացյալին եւ ոչ հավատացյալին։ Ոչ հավատացյալը սիրելիներ ուրեմն մեկ անգամ գծնի, երկու անգամ գմերնի։ Մեկ անգամ գծնի իր մորը, որը վայնեն, եւ երկու անգամ գմերնի։ Մեկ անգամ ֆիզիկական իր մահն է, երկրորդը երկրորդ մահ գոչվածն է, որ այսինքն հավիտենական թադաբարդությունն է։ Իսկ հավատացյալը ճիշտ հակառակը երկու անգամ գծնի, մեկ անգամ գմերնի։ Առաջին ծնունդը մորը որովայնեն ծնիլն է, երկրորդ ծնունդը հոգևոր ծնունդն է եւ ուրեմն մահը ֆիզիկական մահն է։ Երկրորդ մահը բացարձակ գերբով իր վրա ոչ մեկ իշխանություն չունի։ Ահա սիրելներ այսպես կհասկացվի ուրեմն կհասկնա հայրաքելական եկեղեցին եւ բոլոր ուղղափառ եկեղեցիները ինչպեսի եւ կաթողիկ եկեղեցին այս իմաստով նաեւ փոքրական եկեղեցիներ գավադան որ հավատացյալները մեկ անգամ գծնին երկու անգամ ուրեմն ներողություն հավատացյալները երկու անգամ գծնին մեկ անգամ գմահանան շատ բարի իսկ ինչ է հազարամյայի այս հասկացողությունը Բացմության ընթացքին եկեղեցու հայրերու մեջ սիրելներ երկրորդ դարենը սկսյալ արդեն զանազան դարբեր հասկացողություններ եղած են մենք գարտանք ուրեմն երկրորդ դարու հայրաբետներունքով ինչպես Բաբիասի մոտ Հուստինոս վգային մոտ եւ նաեւ Իրենիոս հայրաբեդը ասոնք բոլորնալ երկրորդ դարուն են արևելքի մեջ եւ Դերդուղյանոսնալ ուրեմն արեմուտքի մեջը Դերդուղյանոս եւ Վիկտորինոսը երրորդ դարուն անոնքալ արեմուտքի մեջ հետեւյալը գահավադային որ հազարամյակը ուղագի ուրեմն դարացի գերբով բիդելար բիդիկար Քրիստոս եւ 1000 տարի թակավորեր երկրի վրա եւ ուրեմն սատանան այդ օրերուն բիդի գաբվեր Աբա սիրելներ ուրիշ մեկնիչներ ուրեմն այն հասկացողության եկան որ հազարամյակը ուրեմն այնպես է որ 7000 ստեղծագործությունը 6000 դարվա մեջը ահավասիկ 6000 դարվա բացություններ որ Քրիստոս եկավ ապա 7000 դարին բացվեցավ 7000-ամյակը բացվեցավ եւ որ Քրիստոս հարություն արավ եւ ահա մենք այդ ժամանակաշրջանի մեջն ենք մինչեւ որ Քրիստոս վերադառնա եւ հազարամյա թակավորություն հաստատե եւ ապա սիրելներ երրորդ հասկացողությունը Սուրբ Օգոստինոսովը սկսավ Սուրբ Օգոստինոս սկսե որ 5-րդ դարուն արդեն որ հազարամյան պետք է դիտել ոչ թե դարացի գերբով 1000 տարի, այլ հոգևոր իմաստով, որ Քրիստոսի առաջին կալուստեն մինչև երկրորդ կալուստ ամբողջ այդ ժամանակահատվածը կհամարվի հազարամյակ։ Ասեմ որ ներկա ժամանակներու մեկնիչներու մեջալ այս դարբեր հասկացողությունները կան եւ հատկապես սիրելիներ փոքրական եկեղեցիներու մեջ հետեւյալ հասկացողությունները կան Զորս կուզեմ ձեզ ներկայացնել եւ նաեւ ուղղափառ եկեղեցու հասկացողությունը այսօր ինչ է որովհետեւ ասեմ որ այս հազարամյան հասկացողությունը արդեն թե Նիգյո ժողովին թե մանավանդ Գոստանտու Բոլսո ժողովին եւ որ հավատամքը վերախմբակրվեցավ եւ վերջնականացավ այնտեղ վերջին բաժինը հավատամքին եկեղեցու բաժինը ինչ է հավատամք եւ սուրբ ուրեմն արաքելական մի արաքելական սուրբ եկեղեցի իմի մգրդություն հավաշխարություն իկավություն եւ իտողություն եղած ի հարություն մերելոց ի տադաստան հավիդենից հոգվոց եւ մարնոց հարկայություն երկնից եւ իգյանսն հավիդենականս ուրեմն հավատամքի մեջ կսվի որ Քրիստոսի երկրորդ կալուստին դեղի ունենա տադաստանը մերելներու հարությունը եւ հավիդենական կյանքը կամ տադաբարդությունը չգա հազարամյայի հասկացողություն բացարձակ կերպով Ինչու որովհետև հիմա կբացատրեմ որ ինչ կնշանակե հոգևոր իմաստով հազարամյակ։ Շատ լավ։ Ուրեմն հիմա ներկայացնեմ ցեզի
թե այսօր դարբեր եկեղեցիներ ինչպես կհասկանան այս հազարամյակը։ Ուրեմն առաջին հասկացողությունը նախա հազարամյա ուրեմն հասկացողություն է, որ կգոչվի pre-millennialism։ Ինչ է այս pre-millennialism-ը, այսինքն նախա հազարամյա։ Նախա հազարամյա արդեն նախքան հազարամյակ սկսիլը գահավադան հատկապես փողոքականյան ուրեմն բազմաթիվ խմբակներ, ասեմ որ փողոքականներու մեջ սիրելներ 40,000 տեսակ ուրեմն բաժանմունքներ կան։ Անորամար դժվար է ասել այս փողոքականները, այդ փողոքականները, որովհետև 40,000 տեսակ դարբեր բաժանմունքներ կան եւ ամեն մեկը դարբեր ուրեմն հասկացողություններ ունի։ Բայց ընդհանուր կերպով ուրեմն նախա հազարամյակին հավատացողները անոնք են, որոնք դարացի կերպով հազարամյային կհավատան եւ գսեն, որ այս ժամանակներու ավարտին, այս ժամանակի վաղճանին Քրիստոս պիտի գա ուղղակի եւ այդ ժամանակ սիրելիներ 1000 տարի պիտի երկրի վրա իշխե դիրաբեդե եւ այդ հազարամյակի ժամանակ պիտի գաբվի չար սատանան որբեսի ովևէ մեկ տեսակի նեղություն չստեղծե եւ այդ ընթացքին Քրիստոսի հազարամյա ուրեմն դիրաբեդության ժամանակ բոլոր այն նահատակները ոչ թե բոլոր հավատացյալները, այլ նահատակները, որոնք երկրի վրա չարչարանք կրեցին, նահատակվեցան, իրենց արյունը թափեցին Քրիստոսի համար, անոնք միայն հարություն պիտի առնեն եւ Քրիստոսի հետ 1000 տարի պիտի իշխեն Երուսաղեմի մեջ եւ այդ շրջանին հրյաները դարձ պիտի ունենան, պիտի հավատան Քրիստոսի եւ աշխարհի ժողովուրդները Քրիստոսի պիտի հավատան եւ այդ ժամանակ այն ինչ որ Աստված Աբրահամի, Մովսեսի եւ մարգարեներուն բերնով ըսած էր հրյա ժողովրդի խաղաղ ապրելու մասին, հանգիստ ապրելու մասին, փառքաված երկրի մասին ապրելու մասին, ուդելու մասին, խմելու մասին, որ ամեն ինչով գաթի երկիր պիտի դառնա եւ ամեն բարիքներ պիտի վայելե, հավասիկ այդ հազարամյակի ժամանակաշրջանին է որ դեղի պիտի ունենա։ Եվ մինչ այդ պիտի ըլլան մարդիկ, որոնք դարձյալ պիտի ըմփոստանան Աստուծո թեմ, հազարամյակի եւ որ վերջանա Սատանան պիտի ազատ արձակվի եւ դարձյալ վերջին բادرազմը պիտի մղեն, ապա Քրիստոս երկրորդ գալուստը դեղի պիտի ունենա, Քրիստոս Սատանան պիտի ուղարկե գրագելիջի մեջ, որ 1000 տարի առաջ ները եւ չար ուրեմն երկրորդ սուտ մարգարեն ուղարկած էր, ուրեմն այս անգամ վերջնական ուրեմն պիտի ուղարկե Սատանանալ այդ գրագելիջին մեջ եւ Քրիստոսի երկրորդ գալուստին այս անգամ հարություն պիտի առնեն բոլոր ննչեցյալները, թե հավատացյալ, թե անհավատ, ուրեմն հավատացյալները Քրիստոսի հետ հավիտենական կյանք առաջնորդվելու, իսկ մեղավորները հավիտենական դանչանք։ Ահա սիրելներ ասիկա նախա հազարամյա հասկացողությունն է։ Այսօր մեջ շատ վտանգավոր բաներ կան, նախ ինչ։ Նախ եթե այդպես հավատանք, կնշանակե որ Քրիստոսի 4 դարբեր գալուստերու մասի խոսած կլան։ Ինչու։ Առաջին Հիսուսի ծնունդը, առաջին գալուստ, երկրորդ լրելյան գալուստը Քրիստոսի հափշտակելու համար եկեղեցին իրեն հավատացողները, երրորդ հազարամյայի գալուստը եւ չորրորդ երկրորդ գալուստը, որ չորրորդ գալուստ կգոչվի։ Մինչդեռ գիտենք, որ Հիսուս 4 գալուստ դարբեր գալուստերու մասին չխոսեցավ։ Քրիստոսի առաջին գալուստի մեջ Քրիստոս խոսավ իր երկրորդ գալուստի մասին, որ հավիտենական ուրեմն կյանքը պիտի բացվի արտարներուն դիմաց եւ հավիտենական դադարությունը մեղավորներուն համար։ Երկրորդ հասկացողությունը հետ հազարամյա հասկացողությունն է։ Հետ հազարամյա, որ կնշանակե post-millennialism։ Ինչ է այս post-millennialism-ը, հետ հազարամյա հասկացողությունը։ Դարձյալ սիրելներ, ուրեմն դարացի հասկացողություն է։ Կնշանակե, ուրեմն դարձյալ փողոքական եկեղեցիներու խմբակներ գավադան ինչ բանի, որ ըստ այս մեկնության այս ներկա աշխարհը աստիճանաբար պիտի ճանչնա եւ ընդունի Քրիստոսը ամբողջությամբ։ Ուրեմն եկեղեցին ինքը եկեղեցին վստահված է, որ ամբողջ աշխարհի մեջ քրիստոնեություն դարած է ինչ որ ճիշտ է անիկա, ուրեմն եկեղեցին 1000 տարի խաղաղության ժամանակաշրջանը պիտի ունենա եւ պիտի դիրաբեդե երկրի վրա եւ բոլոր ժողովուրդներուն պիտի քարոզե ավետարանը
եւ ավետարանը պիտի խաղաղություն բերե ամբողջ աշխարհի վրա։ Ուրեմն երկրի վրա հազարամյամը եկեղեցին ինքը պիտի թակավորե եւ այդ հազարամյայի ավարտին Քրիստոս պիտի վերադառնա։ Բայց նաեւ սատանան գար ժամանակը ազատ պիտի ցկվի սիրելիներ եւ այդ ժամանակ պիտի մոլորեցնե ուրեմն գարկը մարտիկ ազգեր եւ Քրիստոսի թեմ ելելով Քրիստոս պիտի կա երկրորդ կալուստը դեղի պիտի ունենա եւ այդ ժամանակ է որ պիտի դեղի ունենա Թադաստանը եւ հավիտենական կյանքը։ Այսալ ուրեմն հետ հազարամյա հասկացողությունն է post millennialism-ը։ Իսկ երրորդ հասկացողությունը սիրելներ աբա հազարամյա հասկացողությունն է millennialism-ը։ Ինչ է այս ուրեմն աբա հազարամյա հասկացողությունը։ Այս հասկացողությունը Սուրբ Օգոստինոսի ուրեմն 5-րդ դարու մեծ սուրբի հասկացողությունն է, որ սիրելիներ այլապանական ցևով է որ գտնունի այս հազարամյակը ոչ թե փարացի գերբով, ոչ թե դարացի գերբով, այլ այլապանական ցևով։ Եվ գսե որ ուրեմն այս հազարամյակի իրականության մեջ սահմանված չէ որոշակի թիվով, այսինքն պետք չէ հասկանալ 1000 տարի ճիշտ ցևով, այլ գսե որ Քրիստոս երբ խաչվեցավ եւ հաղթանակ տարավ մահվան վրա կամ սատանային վրա ու մահվան վրա, ահա այդ ժամանակին է սկսավ հազարամյակը, ինչու որովհետեւ սատանան այդ ժամանակ գաբվեցավ որբեսի կարողանա քրիստոնեությունը դարածվի եւ ուրեմն հիմա սուբ քիրքենալ գարկմա հատվածներ կմեջ բերեմ, բայց ընդհանուրը նախ բացատրեմ։ Ուրեմն Քրիստոսի խաչելութենեն եւ հարութենեն յետք մինչեւ Քրիստոսի երկրորդ կալուստը այս ամբողջ ժամանակահատվածը կհամարվի հազարամյա։ Եվ ահա այս ժամանակին է որ սուրբերը Քրիստոսի հետ երկնքին մեջ իրենք գդիրաբեդեն կամ գիշխեն եւ Քրիստոս երբ որ երկրորդ անգամ կա այդ ժամանակ հարություն պիտի առնեն բոլոր մերելները, թե արտարները, թե մեղավորները, ինչպես Հովանու Ավետարանի 5-րդ գլխի մեջ կսվի, եւ այդ ժամանակ սիրելիներ Քրիստոս պիտի Թադաստան գդարե ու արտարները առաջնորդի հավիտենական կան, իսկ մեղավորները հավիտենական դանչանք։ Ահա այլ խոսքով մենք այսօր գաբրինք հազարամյա այս թակավորության մեջ, որ Քրիստոս հոգևորապես մեր սրտերուն մեջ եւ իր եկեղեցի մեջ են գտակավորե եւ իր թակավորությունն է որ աշխարհի մեջ գդարածվի մինչեւ իր երկրորդ կալուստը։ Այս է այս երրորդ հասկացողությունը որ գա ուրեմն աբա հազարամյայի հասկացողությունը այս հասկացողությունն է որ այսօր ունին Հայաստանի ցարակելական ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև բոլոր ուղղափառ եկեղեցիները եւ բոլոր կաթոլիկ եկեղեցիները։ Եվ նաև անշուշտ գարկմը փողոքականյան հասկացողություններ, որոնք չեն հավատար հապշտակության եւ այլն այն վարտաբերության, որ այսօր փողոքական եկեղեցիներեն շատերը կհավատան, որ նոր ուրեմն վարտաբերություններ, ինչպես անցնող երկու շաբաթներու ընթացքին ցեզի բացատրեցի։ Սիրելիներ, ինչու համար այս երրորդ հասկացողությունը ավելի ուրեմն դրամփանական է։ Առաջին հերթին Քրիստոս ինք երբ որ գխոսեր իր խաչելության մասին, ըսավ Հովանու Ավետարանի մեջ 13-րդ գլուխ, թե ինչպես սիրելիներ այս աշխարհի իշխանը գաբվեցավ։ Բիդի գարտան ցեզի Հովանու Ավետարանի 12-րդ գլխի 31-32 համարները գսե հիմա գսկսի այս աշխարհի Թադաստանը հիմա այս աշխարհի իշխանը դուրս պիտի նետվի եւ երբ երկրեն բարձրանամ ամենքնալ ինձի պիտի քաշեմ եկեղեցին գսե եթե Քրիստոս գաբած չլար սատանան ապա սատանան երբեք պիտի չարդոներ ովևէ մեկուն որ քրիստոնյա դառնար սատանան գաբված է անոր համար է որ մարդիկ Քրիստոսի գնան դառնալ Քրիստոսը ընդունել այլապես այո սատանան գործե այսօր բայց գաբված է իր ամբողջական զորությունը չունի պիտի կա ժամանակը եւ պիտի ամբողջությամբ ազատ արձակվի գարդ ժամանակը ուր այլևս ապաշխարության ժամանակ պիտի չլա մարդիկ այլևս պիտի չապաշխարեն իրենց սիրտերը պիտի գարձրացնեն Եգիպտոսի փարավոնի նման
Բայց հիմա ահավասիկ գաբված է սատանան։ Եվ նաև Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխի մեջ ալ գսե նախ 28-րդ համարի մեջ գսե եթե Աստուծո հոգին զորությամբ չար ոգիները գահանեմ կնշանակի թե Աստծո թակավորությունը արդեն հասած է ցեզի։ Եվ հիմա 29-րդ համարի մեջ տեսեք ինչ գսե Հիսուս։ Ոչ ոք կրնա զորավոր մարդումը դունը մտնել եւ անորը ստացված կգողոպտել, եթե նախապես այդ զորավոր մարդը չգաբե։ Անգե յետք է որ անոր դունը կգողոպտե։ Ասիրելներ սատանան ինք գաբվեցավ, սատանան կներկայացվի այստեղ որպես զորավոր մարդ եւ Քրիստոս գաբեց սատանան եւ գաբելով դեր Հիսուս Քրիստոս սիրելիներ ինչ հրավ ազատագրեց իր խաչերության ընթացքին իջավ դժոխ եւ դժոխքեն դուրս բերավ արտարներու հոգիները եւ սատանան այնտեղ գաբեց անոր համար է որ մենք այսօր կկարողանանք ինչն էլ կկարողանանք իսկապես հավատալ Քրիստոսի Եփեսացներու նամակի մեջ 4-րդ գլխում մեջ գխոսվի սիրելներ Քրիստոսի դժոխք իջնելուն եւ նաեւ ուրեմն վեր բարձրանալու մասին գարտամ ցեզի հետեւյալ համարները ուրեմն 8-րդ համարեն հատե ինչու սուրբ գիրքը գսե բարձունքները ելավ բազմաթիվ քերիներ դանելով իր հետ եւ բարգեւներ փաշխեց մարդոց հիմա Բողոսարակյալ կբացատրի այս խոսքը ելավ ասելով ինչը սել գուզե ասել գուզե թե նախ երկրին ըստորին գոմի իջավ ան որ իջավ նույն ինքն է որ բոլոր երկինքներեն վեր բարձրացավ իր մով լեցնելու համար ամբողջ դիեզերքը նախ Քրիստոս իջավ դժոխք եւ ապա բարձրացավ եւ ինքը Քրիստոսն էր որ բարգեւներ փաշխեց մարդոց որբեսի ոմանք արաքյալը լան ոմանք մարգարե ոմանք ավետարանիչ ոմանք հովիվ եւ ուսուցանող Աստուծո ժողովուրդը պատրաստելու եւ Աստծո ծառայության մեջ տելու համար որբեսի Քրիստոսի մարմինը եկեղեցին աճի ու զորանա ահա սիրելներ կտեսնենք որ այսօր եկեղեցին գաբրի այդ ազատության մեջ թե ոչ անկարելի էր որ եկեղեցին կարողանար հաղթել երևակայեցեք որ ռոմեական գայսրության ընթացքին ամեն անգամ գալածվեր չարչարանքներու կենտարկվեին սուրբեր գնահատակվեին եկեղեցին չէր գնար դարածվել եթե սատանան գաբված չլար այդպես գավադան ուղղափառ բոլոր եկեղեցիները գամ սիրելիներ գգարտանք Գողոսացներու նամակի 2-րդ գլխի մեջ գսվի 13-ին 15 համարներու մեջ այո Աստված ներեց մեր բոլոր հանցանքները եւ իր իշխանությամբ չնչեց մեր օրինազանցության համար մեզի թե մարցակված դադարդության վճիրը զայն խաչապայտին կաբելով ուրեմն մեր մեղքերը մեր դիմաց արձակված դադարդության վճիր էին մեղքին վարձքը մահեր այսպիսով անիգա Աստված զինաթափ ըրավ ցերկեն զենքերը արավ իրենց ցերկեն զենքերը արավ որոնց զինաթափ ըրավ դերը ուրեմն այսպիսով անիգա զինաթափ ըրավ ոգեղեն աշխարհի իշխանություններն ու բեդությունները հայտնաբես խայդարագելով ու բարդության մատնելով զանոնք Քրիստոսի ցերկով անոր հարության ադենը ահա սիրելիներ թե ինչպես դերը Աստված Հիսուսի ցերկով բարդության մատնեց չար սատանան չար ոգիները եւ գաբեց զանոնք որբեսի կարողանան քրիստոնեությունը դարածել քրիստոնեությունը դարածվի եւ հիշենք անոնք որոնք նախահազարամյային գավադան եւ գսեն որ ուղագի Քրիստոս դարացի գերբո փարացի գերբո բիդիկա եւ 1000 տարի երկրի վրա թակավոր է Քրիստոս երբեք երկրի թակավորության մասին չխոսեցավ Հիսուսով եթե մարդիկ գսեն որ հոս է հոն է մի հավատակ երկնքի արքայությունը հոս հոն չէ ծեր սրտի մեջն է եւ երկնքի արքայությունը Քրիստոսի երկրորդ գալուստին պիտի բացվի Հիշեցեք օրը ուզեցին հрьяաները Հիսուսը թակավոր հրճագել Հիսուս անոնց մեջ են հերացավ փախավ քնած որովհետեւ Հիսուս չէր երգած երկրի թակավորությունը նշանակելու Հիսուս ինքս սիրելիներ հավիտենական թակավորն է դիեզերքի թակավորն է եւ ոչ թե երկրի թակավորը եւ դերը երբեք երկրի թակավորության մասին չխոսեցավ ըսավ արքայությունը ուդել խմել չէ իսկ անոնք որոնք նախահազարամյային գավադան որ երկրի վրա այնքան բերք պիտի լա այնքան արադություն պիտի լա որ մարդիկ հանգիստ պիտի դեն պիտի խմեն հետեւաբար ինչ որ գմտածեն նախահազարամյային հավատացողները այս ուրեմն պրեմիլենիումի հավատացողները աստվածաշունչի հագարակն է որովհետեւ ինչպես կրնալալ որ երկրի վրա թակավորությունը լա եւ ուդել խմելու ժամանակը լա եւ հարություն պիտի առնեն միայն անոնք որոնք նահատակվեցան
Հետո Քրիստոսի երկրորդ գալուստին մնացյալները հարություն պիտի առնեն։ Անոնց որոնց անունները յանքի քիրքի մեջ արցնակրված չէ հավիտենական դանչանք, իսկ անոնց որոնց անունները հավիտենական յանքի քիրքի մեջ արցնակրված է հավիտենական ուրեմն յանք։ Ահա դարբեր այս հասկացողություններու մեջ բացարձակ կերպով Աստվածաշունչի ուրեմն ճշմարտությունը ուրիշ է, սիրելիներ եղբայրներ եւ քույրեր։ Անոր համար գսեմ, որ դարբեր հասկացողություններ կան, այո, բայց մեր եկեղեցու հասկացողությունը այս է։ Եվ ինչ գավադանք ուրեմն ինչ է այդ գարդ ժամանակը, որ պիտի սատանան ազատ արձակվի, մենք երկրորդ Թեսաղոնիկեցիներու նամակի մեջ երկրորդ գլուխ առաջին 3 համարներու մեջ Պողոս Արաքյալ կբացատրե, որ գարտամ ուղագի իր խոսքերը, գսե ինչ կվերապերի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի գալուստին եւ անորքով մեր հավաքվելուն, գաղաչեմ եղբայրներ, թող շուտով ծեր միտքերը չբողդորին եւ դակն վրա չլակ, երբ լսեք թե Տիրոջ օրը եկած հասած է։ Եվ գսե, չլա որ մեկը ցես խափե ովևէ ցևով, որովհետև Տիրոջ օրը պիտի չկա, մինչև որ նախ չկա Տիրոջ դեմ վերջին ապստամբությունը եւ չհայտնվի անօրենության մարմնացում եղող մարդը, գորուստի սահմանված հագարագորտը, որ պիտի ընտիմանա Աստված կոչված եւ մարդոցմե ճաշտված ովևէ բանի, մինչև իսկ Աստուծո դաջարի մեջ պիտի նստի եւ ինքզինքին համար պիտի հայտարարե, թե Աստված է։ Ուրեմն այդ գարդ ժամանակը, որ սատանան ազատ պիտի արձակվի, անօրենության մարմնացում եղողին հայտնվիլն է։ Այսպես կհավատա ուղղափառ եկեղեցին։ Եվ այդ ժամանակ է, որ սատանան սիրելիներ պիտի զորավոր իշխանություն ունենա երկրի վրա, որով մարդիկ այլևս առիթ պիտի չունենան ապաշխարելու, եւ ահա ընտիմանալով Աստծո Քրիստոսի երկրորդ գալուստը դեղի պիտի ունենա եւ պիտի վերջին դատաստան դեղի ունենա հավիտենական կյանք կամ հավիտենական դանչանք բոլոր անոնք, որոնք կամ Քրիստոսի գավադան կամ Քրիստոսի դեմ գելեն։ Ավասիկ այս է հազարամյայի հասկացողությունը։ Սիրելիներ, ճիշտ է, որ շատ խրտին է, ճիշտ է, որ շատ բարդ է, բայց գուզեմ, որ դուք մեր եկեղեցու վարդապետությունը գիտնաք, գուզեմ, որ հասկացողությունը գիտնաք, թե ինչ բանի կհավատա եւ հետևիկ այդ հասկացողության, որովհետեւ շատ կարեւոր է սիրելիներ, երբ ընտանիքին կպատկանիք, այդ ընտանիքի ուրեմն հասկացողություն ունենաք, որբեսի չշվարիք աչեն ցախեն լսած ծեր խոսքերեն, մանավանդ այսօր որ համացանցը բաց է բոլորին դիմաց, ծեր դամ մեջ նստած գրնակ կամ ուղիղ վարդապետություն լսել եւ կամ շեղիլ եւ հերանալ։ Դուք սիրելիներ, հավատարիմ մնացեք մեր հայրերու մեզի չամփած հավատքին, որ հիմնված է ինչպես ասի սուրբ Գիրքին վրա, Քրիստոսի ուսուցումներուն վրա եւ նաեւ առաքյալներու ուսուցման վրա։ Եվ գավադան, որ այդ ժամանակ սիրելիներ, եւ դուք ապահովի դսկակ, եւ ծեր զավակները, եւ ծեր հավատքեն պիտի չշեղի։ Թող Աստված հերացնե մեր շրջապատեն եւ մեր միտքեն սիրելիներ, բոլոր չար հասկացողությունները, բոլոր չարապար վարդապետությունները, եւ մենք մնանք հավատարիմ Տեր Հիսուս Քրիստոսի եւ առաքյալներուն մեզի սորվեցուցած վարդապետության։ Ինչ ալբադահի, ես մեկ բան գուզեմ սիրելիներ բոլորիդ ասել։ Ինչ պատրաստ լանք։ Պատրաստ լանք, որովհետև չենք գիտեր, որ մեր կյանքի վերջը երբ կգա։ Քրիստոսի քալուստը անպայման դեղի պիտի ունենա։ Տեսեք ինչ կսե Հիսուս հայրիկը հայտնություն Հովանու քրքի 22-րդ գլխում մեջ, եւ այդ խոսքը ծեր հոգիներու մեջ է թող թրոշմվի 22-րդ գլուխ հայտնություն Հովանու 13-րդ համար։ Ահա շուտով գուքամ եւ վարչադրությունս հետս պիտի բերեմ յուրաքանչյուրին իր կորձերուն համացայն հադուցանելու համար։ Ահա դերը շուտով գուքա եւ իր վարչադրությունը հետը պիտի բերե։ Մորնանք ամեն այս հասկացողությունները, կարևորը մեր հոգիի փրկությունն է։ Պատրաստ ենք սիրելներ դերը թիմավորելու, պատրաստ ենք մեր նելևերջ դիրոջ դիմաց կանգնելու։ Գուզենք հավիտենական կյանքը ժառանգել, ապա ապրենք դիրոջ կամքին համաձայն, Աստուծո խոսքերուն համաձայն, որբեսի սիրելներ, երբ դերը մեզ կանչե, կամ դերը վերադառնա ու դիրոջ դիմաց կանգնենք, ամոթով չկանգնենք, այլ արժանի լանք հավիտենական կյանքին։ Ես սրտանց կաղոթեմ, որ Աստված ծեր բոլորի անունները գենաց Գիրքի մեջ արցնակրե
եւ ամենքս միասին օրը Սուրբերուն հետ, Աստվածամոր հետ հավիտենական կյանքի մեջ Սուրբ Երրորդյան անունը փառավորենք։ Աստված ձեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։